որպես շրջված դասարան մեթոդ, հա, ես ես ասել էի, որ ուսումնասիրեք մեր տարածական պատկերները, մեր դասի թեման է տարածաչափական պատկերները ուսումնասիրենք, գունդը, գլանը եւ կոնը, տեսնենք թե որը ինչ տեղեկություն եք հավաքել եւ ինչպիսի լուծումներ եք տալու մեր տեղեկությունները։ Մեր դասն է ուսումնասիրել տարածական պատկերները, իրենց հատկությունները եւ դրանք կիրառել խնդիրներ լուծելիս։ Դասի վերջնարդյունքը լինելու է, որովհետեւ դուք կարողանաք կառուցել տարածաչափական պատկերներ եւ բանաձևերը կիրառել խնդիրներ լուծելիս։ Իսկ որպես ուսումնասիրություն ինչ եք արել։ Յուրաքանչյուրը բաշխելու եք, չէ, ձեր մեջ, թե ձեր կարողությունների չափով, որը ինչ եք կարողանալու անել։ Սկսենք տեսնենք ով է ուզում առաջինը պատասխանել, ինչ է արել։ Ահի, Ալիսա ջան։ Սկսենք կոնից, կոնը պտտական մարմին է, այսինքն այն նույնպես կարելի է ստանալ պտտման միջոցով, այս դեպքում դիտարկվում է ուղղանկյան երանգյան պտույտը էջերից մեկի շուրջը։ Ապրես։ Սա ինչ է։ Երբ կոնական մակերևույթը կտրենք PR ձնորդով և փռենք հաշտությամբ, համապատասխանում է կոնի հիմքի շրջանագծի երկարությանը։ Լավ, հաջորդը։ Կոնի կողմնային մակերևույթի մակերեսը այս հավասար է PR-L, որտեղ R-ը կոնի հիմքի շարավիղն է, իսկ L-ը ծնորդը։ Հիմքի R շարավղով և L ծնորդով կոնի լրիվ մակերևույթի մակերեսը, այսինքն այս լրիվը հավասար է PR-L գումարած PR քառակուսի։ Լավ, հաջորդը։ Լնենք կոնի վերաբերյալ։ Ոչ, հաջորդը գունդը։ Գունդը ով է ուզում ներկայացնել։ Արիս է խույրը։ Ասա, Գնդային մակերևույթ կոչվում է տարածության բոլոր կետերի մասնությունը, որը կազմված է տարված հեռավորություն ունեցող կետերից։ Տրված կետը կոչվում է գնդային մակերևույթի կենտրոն, հեռավորությունը կոչվում է գնդային մակերևույթի շարավիղ, գնդային մակերևույթի որևէ երկու կետը միացնող հատվածը, որը անցնում է գնդային մակերևույթի կենտրոնով, կոչվում է գնդային մակերևույթի տրամակից, գնդային մակերևույթով սահմանափակված մարմինը կոչվում է գունդ, գնդային մակերևույթի կենտրոնը շարավիղ կոչվում է գնդի կենտրոն շարավիղ տրամակից։ Շրջանը, որ առաջանում է գունդը, դրա կենտրոնով անցնող հարթությամբ հատելով, կոչվում է գնդի մեջ շրջան։ S շարավիղով գնդային մակերևույթի մակերեսը, այսինքն S-ը հավասար է 4 PR քառակուսի։ Ապրես։ Եվ մատեմատիկայինը QR կոդ։ Այո, կարող է մոտեցի։ Գունդի պտտումը ցույց տալ։ Այստեղ մենք կարող ենք տեսնել գունդի պտտումը։ Կարող ենք այստեղ շարավիղը մեծացնել եւ փոքրացնել։ Ապրես, Ալիսա ջան։ Բավի դինաճ։ Մեր պատկերն է, դիտարկենք ալֆա և բետա զուգահեռ հաշտություններն ու O կենտրոնով և R շարավղով L շրջանակիցը, որը ընկած է ալֆա և բետա հաշտությունների մեջ։ L շրջանակիցի յուրաքանչյուր կետով տանենք ալֆա հաշտության ուղղահայաց ուղիղ։ Այդ ուղիղների ալֆա և բետա հաշտությունների միջին ընկած դիտարկենք ալֆա և բետա զուգահեռ հաշտություններն ու O կենտրոնով և R շարավղով շրջանակիցը և այդ որն ընկած է ալֆա հաշտության մեջ, այս շրջանակցի յուրաքանչյուր կետով տանենք ալֆա հաշտության ուղղահայաց ուղիղ, այդ ուղիղների ալֆա և բետա հաշտությունների միջև ընկած հատվածները կազմում են գլանային մակերևույթ, այդ հատվածը կոչվում է գլանային մակերևույթի ծնորդներ։ Ապրես։ Ծնորդներային ծայրակետերը, որոնք ընկած են բետա հաշտության մեջ, կազմում են R շարավղով և O1 կենտրոնով L1 շրջանակիցը, որտեղ O1-ը բետա հաշտության և O կետով անցնող ու ալֆա հաշտության ուղղահայաց ուղիղ հատման կետն է։ Գլանային մակերևույթով L և L1 շրջանակություններով եզերված շրջաններով սահմանափակված մարմինը կոչվում է գլան։ Գլանային մակերևույթը կոչվում է գլանի կողմնային մակերևույթ, իսկ շրջանները գլանի հիմքեր։
Գլանային մակերևույթի ծնորդները կոչվում են գլանի ծնորդներ, իսկ O1 ուղիղը գլանի առանցք։ Գլանի ծնորդի երկարությունը կոչվում է գլանի բարձրություն, իսկ հիմքի շարավիղը գլանի շարավիղ։ Գլանը կարելի է ստանալ ուղղանկյունը իր կողմերից մեկը պարունակող ուղղաշրջը պատտելով։ Այո, տեսեք երեխեք ջան, այստեղ եռաչափ տարածությունում շատ գեղեցիկ նշվել է, որ X, Y, Z առանցքով ինչպես է կառուցվել գլանային մակերևույթը։ Իսկ սրա QR-ը կարող ենք այս բանի ստանալ։ Պատտում ենք իր առանցքի շուրջ, չէ՞։ Այս տեսնել շարավիղը և հաշ բարձրությունը։ Գլանի առանցքային հատույթի մակերեսը, այսինքն այս առանցքային հավասար է 2R Հատես։ Այսինքն երեխեք ջան, տեսեք, սա խոսում է այս մեր առանցքային հատույթի մակերեսի մասին, որը 2R, այսինքն 2R-ը վերցնում է մեր տրամագիծը և հաշը, ունեցանք ուղղանկյան մակերեսը հաշում ենք, չէ՞, իսկ կողմերի արդյունք։ Եվ եթե գլանային մակերևույթը կտրենք AB ծնորդով եւ փնտրենք այնպես, որ բոլոր ծնորդները ընկած լինեն ինչ-որ A հարթության մեջ, ապա կստացվի AB1 A1 ուղղանկյունը, որի AB եւ A1 B1 կողմերը գլանային մակերևույթի AB ծնորդով կտրվածքի երկու եզրերն են։ AB B1 A1 ուղղանկյունը կոչվում է գլանի կողմնային մակերևույթի փռվածքը։ Այս շարավղով եւ հաշ բարձրությամբ գլանի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է հիմքի շրջանակի երկարության եւ բարձրության արտադրելին, այսինքն այս կողմնայինը հավասար է 2πr անգամ h։ Հապես։ Նենք։ Գլանի դարի մակերևույթի մակերեսն է, այստեղ։ Գլանի դարի մակերևույթի մակերես կոչվում է դրա կողմնային մակերևույթի մակերեսի եւ հիմքերի մակերեսների գումարին։ Գումար, այսինքն այս լրիվը հավասար է այս կողմնային գումարից 2s հիմք։ Եվ այս շարավղով եւ այս h բարձրությամբ գլանի դարի մակերևույթի մակերեսը այս լրիվը հավասար է 2πr անգամ h գումարած 2πr քառակուսի։ Ապրես, երեխեք ջան, այս QR-ը կարող ենք սկանավորել, տեսնենք։ Դա։ Ստեղ փռենք գլանը։ Տակցնենք փռվածքը։ Այս կանը Նինա ջան, նստիր, իսկ լրացումներ ունենք, ասա Լարիսա ջան։ Ես այս 3 տարածաշրջանական պատկերները կապել եմ Արարիայի հետ, կարող եմ ստանալ։ Այո, կարող ես ուտել, արի, տեսնեմ ինչ ես աշխատել, ինչ ես արել։ Տոնը տարածաշրջանական պատկեր է, որի հիմքը շրջան է, իսկ եւ ունի մեկ կապ։ Ես իմ նկարում այն պատկերել եմ պահպաղակի տեսքով, քանի որ պահպաղակի ներքևի հատվածը հենց կոնաձև է։ Կոնաձև է նաև ճանապարհային կոները եւ ծննդյան գլխարկները։ Ապրես, իմիջայլոց կողնի հետ առնչվում է շատ, չէ, տարական դասարանի երեխաներ, երեխեք ջան։ Իսկան հասկացա, դու վերցրել ես առաջին դասարանի դասագրքի հենց պահպաղակ, երեխեք ջան, որը բոլորը շատ սիրում եք։ Հետո հաջորդը Դա այն տարածաշրջանական պատկերն է, որի բոլոր կետերը հավասար հեռավորության վրա են կենտրոնից։ Ես այն պատկերեմ երկիր մոլորակի տեսքով, քանի որ երկիր մոլորակը հենց գնդաձև է։ Գնդաձև է նաև արևը, լուսինը եւ գնդակը։ ապրես, ճիշտ է։ Հաջորդը Գլանը։ Գլանը այն տարածական պատկերն է, որի ունի երկու շրջանաձև հիմքեր, երկու շրջանաձև հիմքեր եւ մեկ մակերևույթ։ կողմնային, չէ։ Ինչի ես նմանեցրել Լարիսա ջան։ Ես այն պատկերել եմ որպես շիշ, քանի որ շշերի մեծամասնությունը հենց գլանաձև է։ Գլանաձև է նաև մոմերը, կոճղը եւ անկանը։ Այո, տարաները։ Ապրես, շատ երեխեք ջան, առօրյա կիրառում եք սրանք։ Այո, բոլոր տարածաշրջանական պատկերները դուք առօրյայում կամ աթեակամը անկարծել կամ իսկ կիրառում եք։ Ճիշտ է։ Դրա համար շատ արդյունավետ է, որպեսզի իմանաք իրենց մակերեսները հաշվել, որովհետև դա ձեզ օգնել
բախվելու է բազմաթիվ խնդիրների նստիր, շատապես լայնասարան շատ գեղեցիկ աշխատանք եք կատարել բոլորդ, ձեր աշխատանքը որպեսզի տեսնենք արդյոք կհասնեք ձեր վերջնարդյունքին թե չէ, ձեզ հանձնարարում են խնդիրներ։ Ուրեմն բացեք խնդիրների առաջադրանքներից երեխեք շատ։ Հիմա երեխաներ ձեզ հանձնարարում են խնդիրներ, բացեք ուրեմն տարածաչափական պատկերներից գրեք Լարիսա և Ալիսա դուք 14-ը խնդիր համար իրար հետ համագործակցելով ձեր կարողությունների չափով, որը պետք է մեկը մյուսից օգնեք, որպեսզի կարողանաք խնդիրը հեշտությամբ թե կառուցելը, թե լուծելը, բանաձևերի հարցում, կառուցման հարցում, փոխ ներգործում, համագործակցված աշխատանք կատարեք։ Իսկ դուք երեխեք ջան, 34 և 71-րդ առաջադրանքները էլի համագործակցենք իրար հետ, տեսնենք թե որս ինչ գիտենք, համագործակցության արդյունքում կարծում եմ, որ խնդիրները ավելի հեշտ կլինի լուծելը, անցնենք գործի։ Էցինք երեխաներ, խնդիրները լուծվեցին։ Այո։ Մենք ունենք գնալի բարձրությունը և շարավիղը, բարձրությունը 4 սանտիմետր է, շարավիղը 2 սանտիմետր, պետք է գտնենք այս կողմներին։ Բանաձևն է 2π հաշ։ 2π անգամ 2 անգամ 4, հավասար է 16 սանտիմետր քառակուսի։ Այս լրիվն ենք խմանում, այսինքն լրացիչ աշխատանք ենք կարել։ Այս լրիվը հավասար է 2π, փակագծերի մեջ r գումարած հաշ։ Լրիվը հավասար է 2π անգամ 2, փակագծերի մեջ 2 գումարած 4, գումարած 2π անգամ 2 փակագից 2 գումարած 4, հավասար է 48π սանտիմետր քառակուսի։ Այսինքն այս ուղից ես տվել ի՞նչն ես հաշվել։ Այս լրիվը և այս կողմը։ Այս լրիվը և այս կողմը։ Դրված էր քունդը, մենք համագործակցելով միմյանց հետ կարողացանք լուծել խնդիրը։ Դրված էր մակերեսը և պետք է գտնենք դրամագիծը։ Այսը հավասար է 4π քառակուսի, դնելով մակերեսի արժեքը բանաձևի մեջ կարողացանք գտնել r-ը, իսկ դրամագիծը գտնելու համար պետք է բազմապատկենք երկուսով և ստացանք 10։ Հաջորդ խնդիրն է։ Եվ ըստ հաջորդ խնդրի պահանջի մենք գծագրել ենք կոն եւ քանի որ շարավիղը եւ բարձրությունը տված էր, մենք պատկերել ենք գծագրի վրա եւ մեզնից պահանջվում էր, որ գտնենք կոնի մակերևույթի մակերեսը, այս կողմնայինը եւ այս լրիվը։ Եվ մենք բանաձևի մեջ դնելով հաշվել ենք։ Ապրեք։ Իսկ ինչքան է եղել այս լրիվը։ Այս լրիվը ստացել ենք 90π սանտիմետր քառակուսի։ 90π սանտիմետր քառակուսի, ապրեք երեխաներ։ Այսօրվա ձեր դասի վերջնարդյունքին հասակ ըստ ձեզ կարողացաք կառուցել, կարողացաք կիրառել ձեր իմացած բանաձևերը խնդիրների լուծման մեջ ըստ ձեզ։ Քանի որ հիմա չեմ ուզում, որպեսզի ձեզ չթվա թե առանձին պետք է գնահատել, եկեք ես ձեզ, որպես ձեր գնահատում, ձեզ տամ երկի քարտերով դուք ինքներդ ձեզ գնահատեք, տեսեք ինչ սովորեցիք, այսինքն ինչ գիտեիք, ինչ կարողացաք անել և ինչ սովորեցիք, բայց նախքան երկի քարտերը բաժանելս ուզում եմ իմանալ արդյոք ձեր կարծիքով հասակ ձեր սպասված վերջնարդյունքին, ինչքանով հասակ։ Արդյունք այո, մենք բանաձևերը կարողացանք կիրառել խնդիրների մեջ, մեր սովորածը կարողացանք ցույց տալ մեր խնդիրների ապացույցները։ Ապրես, ճիշտ է, համաձայն եմ քեզ հետ։ Վերցրեք, լրացրեք ձեր երկի քարտերը և տվեք ինձ։ Կքննարկենք միայն։ Սկսենք, Ալիսա։ Նշեք երեքվար, որ գիտեիք, գլանը, կոնը, քունդը պետական մարմիններ են, կոնի դեպքում ուղղանկյունն է պտտվում, իսկ երկրորդը նշել երկու բան, որ սովորեցի, այս կողմնային և այս լրիվ հաշվելը, այսինքն սովորեցի մակերեսները հաշվելը։ նշել մեկ բան, որ կկիրառեի, սովորած բանաձևեր կկիրառեի խնդիրների մեջ։ Խնդիրների մեջ, դու Լարիսա ջան, ինչ կկիրառես։ Ես նաև կկիրառեի իմ նկարչության մեջ։ Այո, իհարկե նա շատ գեղեցիկ կիրառել էր։ Սկզբից գնացինք, իսկ ո՞րն է
Ինչ գիտեք, Գիտեի, որ ուղղանկյան երանգյանը բտումից առաջանում է կոն։ Կլանը ուղղանկյան բտումից, իսկ գունդը շրջանը կամ իսաշրջանի բտումից։ Իսկ հաջորդ կետը Սովորեցի բանաձևերը և թեորեմները։ սովորեցինք բանաձևերը և թեորեմները։ Խղճատուկ ինչ արեցիք, առաջին դարձով ինչ գիտեք։ Ես գիտեի, որ նրանք կայսրշապական պատկերներ են, գունդը նման է երկրի մոլորակի։ Ես սովորեցի կառուցել գունդ կլան և կոն, ես սովորեցի մակերեսների բանաձևերը, ես կիրառեի առօրյայում բանաձևերը։ Դու կիրառես առօրյայում բանաձևերը։ Օրինակ կարելի է կիրառել տորտ պատրաստելիս, չէ՞, ձևավորելիս։ Երեք բան, որ գիտեի, որ կոնը կարող ենք համեմատել բաղբաղակի հետ, գունդը երկրի մոլորակի, գնանն էլ շշի։ Երկու բան, որ սովորեցի կոնի մակերևույթի մակերեսը հաշվել և կառուցել գծապատկերները, և մեկ բան, որ կիրառեմ, իմ այսօրվա սովորածը կիրառեմ հետագայում կառուցելու համար ճիշտ տարածաշրջանական պատկերներ։ Այո,